թանկ ու կրակ ծրագրերը, որ ձեռք էին բերում ազգային անվտանգության ծառայության համար մի քանի միլիոն դոլարով գաղտնը լսելու եւ ընդդիմադիրներին էին գաղտնալսում, ինչի համար է։ Բա ու Նիկոլը զենք չի առնելու մի քանի միլիոն դոլարով։ Եթե Ադրբեջանը հարձակվում է եւ 7 օր ռազմական գործողությունները տևում է, Հայաստանը Իրան իրավունք է վերապրում ճանաչել Արցախի անկախությունը։ Ալիևը ստիպված ասում էր փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Իրանք ասում են, որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ու այդ իրավունք վերապահեց, սկսել ռազմական գործողություններ եւ այդ 7 օրը անցկացնել։ Հայկական սահմանադրությունը հենց փոխվեց, հենց վերացվեց, հայկական պետություն Հայաստանի աշխարհի երեսին այլևս չի մնա, որովհետև իդեմս Հայաստանի մենք վերջի հայկական պետությունն ենք։ Եկեք մենք իրանցը տանք, մենք մեր ճիշտ սահմանին կանգնենք, հետո կտնենք։ Պատարակի կանգնելը այսօր անվտանգ չի, որտեղ Նիկոլը կարա որոշի, որտեղ պիտի սադրանք անի, այդտեղ պիտի ցուցադրական պատժիչ գործողություն բեմադրի։ Հարգելի հայրենակիցներ, այսօր զրուցելու ենք ազգային ժողովի պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Մկրտչյան։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Այս պահին որոշակի թեմաներ կան, որոնց նաև պետք է անդրադառնանք հանրապետականի տեսանկյունից, որ առաջին հարցը թե ինչի հանրապետականը որոշեց չմասնակցել ընտրություններին, ինչով է դա պայմանավորված, փորձենք մի քիչ ավելի խորքային, հասկանանք այդ process-ները, ինչի հանրապետականը նման որոշում կայացրեց ու փորձենք վերլուծել այլ տեսանկյունից։ Դուք ասացիք հանրապետականի տեսանկյունից իրավիճակին դիտելու կարիք կա, ես նախ կուզենամ բացատրել, թե որն է հանրապետականի տեսանկյունը։ Հանրապետականի տեսանկյունը դա անփոփոխ տեսանկյունն է 2018 թվականից, այն որ Հայաստանում տեղի ունեցած իշխանազավթման վերջը պետք է տալ, որովհետև այս իշխանազավթների հանցավոր խմբավորման պայմաններում Հայաստանի Հանրապետության գոյությունը ոչ թե հարցականի տակ է, այլ Հայաստանի Հանրապետության ապագան ուղղակի հնարավոր չէ։ Էնպես ինչպես օրինակ Արցախը անհամատեղելի էր այս խմբավորման հետ, այդ նույն տրամաբանության մեջ անհամատեղել է նաև Հայաստանի Հանրապետությունը։ Ապացույցները դրանց բազմաթիվ են։ Նշաձող իջեցնելուց, հայկական սահմանադրությունը ռիսկային դիտելուց, մեր անկախության հռչակագիրը, որը մեր պետականության, հայկական պետականության օբյեկտիվ իրականության մեջ գոյության ծննդյան վկայականն է դիտել որպես ինչ էր ասում կոնֆլիկտային փաստ է, այո, այսինքն ամեն ինչ որ թուրքական խոսույթում կա եւ թուրքերը իրենց այդ նավթադոլարներով կեղտոտ փորձել են ամբողջ աշխարհին համոզել Հայաստանի դեմ պրոպագանդա անելով, Հայաստանի դեմ քարոզչություն անելով, Հայաստանի դեմ իբր գիտնականներ վարձելով եւ ինչ որ թեզեր եւ գիտական հոդվածներ պաշտպանելով, վստահ եմ ինձ լավ գիտեք դրանք, այս մարդիկ բերել են այդ ամենը Երևանի կենտրոնից սփռում են ապահովում եւ ապահովում են նաեւ թուրքերի եւ ադրբեջանցիների հանցավոր վարքագծի մարդկության դեմ ուղղված հանցագործությունների պարտակում։ Ասում են, որ ցեղասպանությունը մեզ համար օրակարգային չէ, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը եւ ցեղասպանությունը որևէ կերպ տեղ չի գտել, հիշում եք թե թուրքերը եւ ադրբեջանցիները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ինչպես էին պաշտպանվում, չէ՞, ասում են Նիկոլը, ձեր Նիկոլը ասում է, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։ Այն ժամանակ, այո, երբ որ ունեինք սպանված, խոշտանգված կանայք, երեխաներ եւ ծերեր։ Հանրապետականի դիտանկյունը սրանցից ազատվելու դիտանկյունն է, ընդ որում մոռացած եւ երկրորդական պլան մղած անձնական քաղաքական ամբիցիան, եթե մենք կարող ենք այդպես ձևակերպել, քաղաքական դիրքավորումը մի կողմ թողած եւ նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ մեր համագումարին իր հաշվետու ելույթին հատկացված 1 ժամից ավել ամբողջությամբ նվիրեց դրան, անդրադառնալով որ այն հանգամանքին, որ մենք չունենք ընդհանրապես ցանկություն լինելու գոնե արհեստական իմաստով, բայց պառակտման ինչ որ ուղենիշ կամ ինչ-որ պառակտման հնարավոր օբյեկտ։ Մենք գիտենք, որ մենք այդպեսին չենք։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ նախկին ներկա խոսույցներ ներմուծվել այն ժամանակ, երբ որ անհրաժեշտ էր հայ հասարակությանը բաժանել սևերի սպիտակների, երբ որ դագաղները ինչ-որ մարդիկ սարքել էին իբր քաղաքական օրակարգ։ Մենք դա լավ հասկանում ենք, բայց մենք նույնիսկ այդ արհեստական խոչընդոտները հասկանալով, որ դրանք օբյեկտիվ իրականությունում դերակատարություն չեն խաղում, բայց կարող է ինչ-որ տեղ Նիկոլի կողմից օգտագործվել, շատ լավ։ Ուրեմն հանրապետականը չի մասնակցի, շատ լավ, հանրապետականը չի փորձի բաժանարար գծերից որևէ մեկի մեջ տեղավորվել, մենք Նիկոլի դեմ պայքարի խրամատում ենք եւ այդ պայքարի խրամատը չենք էլ լքելու։ Անկեղծ ասած հանրապետականի ազնիվ պայքարի վրա որևէ կերպ չեմ կասկածում, այստեղ երկրորդական հարցն առաջանում, լավ, եթե ընտրություններում հանրապետականը չի մասնակցում,
Իսկ ինչպես է գնահատում այդ ընտրությունների վերջնակետը, ելակետը։ Հնարավոր է ընտրություններով ես իշխանություններին հեռացնել վերջապես։ Եթե դուք իմ անկեղծ կարծիքն եք հարցնում, ես բազմաթիվ անգամներ հնարավորություն ունեցել եմ ասելու, այն մարդիկ, ովքեր զավթել են իշխանությունը, իհարկե չեն կարող կազմակերպել արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրություններ։ Եվ ես սա ամիսներ շարունակ կրկնում եմ, եւ ընդամենը 1-2 օր առաջ իմ ասացի առավել այսպես ասած ապացուցողական բազան համալրվեց, իհարկե սա ուրախությամբ չեմ նշում, բայց ընդամենը մի քանի օր առաջ ԿՊ-ն ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարեց, ակնհայտ է, չէ՞, ում դեմ այդ փոփոխությունը կատարվեց։ Սամվել Կարապետյանը։ Այո, ամենամեծ ընդդիմադիր ուժը ներկայացնող, ձևավորված, այլևս քաղաքական միավորի դեմ, եթե 2 օր առաջ, այսինքն մի ամսից քիչ ժամանակ է մնացել ընտրարշավ, ընտրապայքար, բուն ընտրությունների քվեաթերթիկին հասնելու process, հա, քարոզչական։ Եթե այս մարդկանց մի ամիս առաջ չէր խանգարում ընտրություններից կատարել այդ հակաիրավական փոփոխությունը, եթե իրենց չի խանգարում մարդկանց բանտարկել, եթե իրենց չի խանգարում որևէ կերպ իրենց հեղինակազրկված իրավապահներին օգտագործել աշակերտներից մինչև սրբազանների դեմ, այդ դեպքում մենք համարում ենք, որ այն Նիկոլեն դեմքն է, որը ապահովելու է քվեաթերթիկում արդար եւ մրցակցային ընտրություններ, չէ։ Այսօր Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, որը պիտի տարածվի բոլոր դերակատարների վրա, գործում է բացառապես ընտրովի եւ այն SMS-ների տրամաբանության մեջ, որը Նիկոլը այդ օրը արթնանալով կամ քնելուց առաջ ուղարկել է իր մասնագիտական եւ մարդկային արժանապատվությունից զուրկ որևէ պաշտոնյայի։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ եկեղեցում անգամ պատարակի կանգնելը այսօր անվտանգ չի, որտեղ Նիկոլը կարա որոշի, որտեղ պիտի սադրանք անի, այդտեղ պիտի ցուցադրական պատժիչ գործողություն բեմադրի, որ ինձ եւ ձեզ ցույց տա, որ հանգիստ վերընկեք տեղներդ։ Նիկոլ Փաշինյանը երբեք Հայաստանում արդար ընտրություն չի արել։ Ես հասկանում եմ, որ ես իմ ասած, այո, ես ամբողջությամբ համաձայն եմ, որովհետև ես միգուցե իմ եւ ձերես ընկալումը շատերի համար անհասկանալի լինի, բայց ես կփորձեմ բացատրել։ 18 թվականին գալ ասել, որ տեսնում եք սրանց սև ու սպիտակ պլակատները, ես իրանց թաղել եմ, դա ասվում էր հանրապետականի մասին, ընտրարշավի ժամանակ։ Ես էլ չեմ խոսում падգամների երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնության կոչերի եւ հոգեբանական ներազդեցության դրվագների մասին։ Այս 18-ի մասին էր։ 2021-ին վերցնել Չաքուչը Գրզոյի ախրանիկներին, գնալ ընտրարշավի, ընտրապայքարի իբր ու ասել, գիտեք ինչ, 21 թվականին ազատ արդար ու թափանցիկ ընտրություններ էր։ Իհարկե ոչ։ Եվ ես ձեզ ցավալիորեն ուզում եմ ասել, սա ոչ թե ինչ-որ գուշակություն անելու մեծ ցանկություն կա, այլ իմ, ձեր եւ ընդհանրապես մեր գիտակից մարդկանց կողմից պատրաստված լինելու մասին է այս նախազգուշացումը ամենաառաջինը։ Նույն ինքը անելու է հունիսի 7-ին եւ մինչեւ հիմա էլ դա անում է։ Այսինքն եթե ինձ եւ ձեզ քարոզչություն անելուց տեսնում են եւ ասում են, որ դա ահաբեկչական գործողություն է, հավատացեք, մենք դրանից հեռու չենք, բայց ինքը այդ միևնույն ժամանակ կարա գնա ցանկացած տեղ, ուղիղ եթերով կոռուպցիոն ինչ-որ էս կսարքեմ, այն կանեմ, էս կբերեմ, չէ, անցած մյուս տարի այս ժամանակ կսարքեմ, ինձ պետք է ձենտակ, որ ես էս անեմ։ Միևնույն ժամանակ իրականացնի բացարձակապես բռնատիրական կարգերի հաստատում, այս տրամաբանության մեջ մտածել, որ ինքը այդ քվեատուփի մեջ հասած քվեաթերթիկը պահելու է, ումով է պահելու։ Պահելու է Վահագն Հովակիմյանով մի կողմից եւ Վահագն Խաչատուրյանով մյուս կողմից։ Բնականաբար ոչ, բացի այդ 21 թվականի ընտրությունները հիշեցիք, ես ուզում եմ հիշացնեմ մեր հայրենակիցներին, թե 21 թվականի ընտրություններին ԿՊ-ն ինչ խոսույթով էր նորից ուզում գալ իշխանության, վերարտադրվել։ Իրենց ծրագրերից մի քանի դրույթ, Արցախի ինքնորոշման իրավունք։ Այո։ Ասում եմ, ես բառացի եմ ցիտում Հանրապետության հրապարակից, պատերազմից հետո 21 թվականին ինչ ասել Նիկոլը։ Ասում է, եթե Ադրբեջանը որոշի նորից գնալ հարցակման, մենք կգնանք անջատում հանուն փրկության սկզբունքով, նայեք ինչ խոսույթ է գեներացնում, ոնց է մարդը զգում։ Այո, եկեք մանրամասնենք, այսինքն ինքը կճանաչի Արցախի հանրապետությունը։ Ես մի բան էլ հիշեցնեմ, ճանաչմանից խոսենք, նաև հիշեցնեմ, չէ՞, Սերժ Սարգսյանի օրոք, այդպիսի մի բանակցային գործընթացներում հրապարակեց հետո Սերժ Սարգսյանը, որ կա այսպիսի դրույթ, որ եթե Ադրբեջանը հարձակվում է եւ 7 օր ռազմական գործողությունները տևում է, Հայաստանը իրան իրավունք է վերապրում ճանաչել Արցախի անկախություն։ Նաև դրա պատճառով քարոզիա պատերազմը 16 թվականին
միանգամից ավարտվեց։ 4-րդ օրը ավարտվեց։ 7-րդ օրվան չասա, որովհետև Ադրբեջանը գիտակցեց, որ Նեֆսեր Սարգսյանը ռազմական գործողությունների ընթացքում ասաց, ես կճանաչեմ անկախություն։ Հրապարակային հավաքելով Հայաստանում բոլոր դիվանագիտական եւ հիպատոսական ներկայացուցչությունների անդամներին, ուղղակի հրապարակային ասեց, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է, ի տարբերություն սրա, որ ասում է, գիտեք ինչ, մի ժամանակ Մոսկվան է պահել, Վաշինգտոնն է պահել, Բրյուսել, ում անունը ասես տալիս է, մոռանալով, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը եղել է Հայաստանի Հանրապետությունը, այսինքն Հայաստանի իշխանությունները եւ Հայաստանի ժողովուրդը։ Ընդ որում, դա մինչև 2018 թվականը անձնուրաց իրականացվել է առանց դավադրությունների։ Իսկ հիմա ինչի այդ ամեն ինչը, ինչի քարորյան տևեց 4 օր, ընդ որում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական եւ ռազմական հաղթանակի ամրագրմամբ ու Նիկոլի օրոք տևեց 44 օր։ Որտեվ կար պայման, որ եթե 7 օր ավել շարունակվի, Հայաստանը իրան իրավունք հավերապահում ճանաչել է։ Կար նաեւ շատ մեկ կարևոր տարբերություն, ոչ աշխարհն էր փոխվել, ոչ աշխարհի կեղծավոր շահերն ու ստանդարտներն էին փոխվել, ոչ, մենք դուք ինձից լավ գիտեք, մարդու կյանքը միջազգային կառույցների եւ գերտերությունների կողմից հիշատակվում է այն ժամանակ, երբ որ դա իրենց համար ինչ որ էական նշանակություն ունի, այսինքն մարդու կյանքը կոնվենցիոն իմաստով, մարդու կյանքը որպես հիմնարար իրավունք եւ ազատություն իրենց համար շատ վաղուց սակարկման առարկա է։ Բայց այդ ո՞նց եղավ, որ 2016 թվականի պատերազմը 44 օր չէր ու 2029-ը 44 օր է, որովհետեւ կար դավաճան Նիկոլը, կար ձեր ասած այո պայմանավորվածությունները եւ կար մեկը, որ պատրաստ էր պարտակել Ալիևի հանցավոր ռեժիմի բոլոր գործողությունները հայ ժողովրդի դեմ, ընդ որում թիկունքից էլ հարված հասցնելով մեզ, այստեղ արտակարգ դրության անվան տակ մեզ արգելել անգամ սոցիալական ցանցերում գրություններով հանդես գալ։ Նայեք, այս մարդիկ չէին հասկանում որտեղ էին հայտնվել։ Վերկենալ 18 թվականին ասել, 19 թվականին ասել Արցախը Հայաստանը եւ վերջ, հետո մի հատ էլ Արայք Հարությունյանը Արցախի նախագահ կենասի Արցախը Հայաստանը եւ վերջ, դրանից հետո Ադրբեջանը իրան իրավունք հավերապահում հարձակվելու, որովհետեւ ասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, որ այդ 7 սկզբունքը չի աշխատում, ես էլ ոնց կարամ այդ 7 սկզբունքի վրա այդ 7 օրվա վրա հիմնվեմ, որ 7 ռազմական գործողություն լինի, իրանք կճանաչեն։ Իրանք ասում են, որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ու այդ իրավունք վերապահեց սկսել ռազմական գործողություններ եւ այդ 7 օրը անցկացնել։ Դուք ասացիք իրանք չէին հասկանում, թե որտեղ էին հայտնվել, եթե թույլ կտաք, ես էլ իմ տեսակետը այդ մասով ասեմ, իրենք շատ լավ էին հասկանում, որտեղ են հայտնվել։ Իրենց բերել էին հենց այս ամեն ինչը իրականացնելու համար։ Իրենք ոչ թե սխալմամբ, թյուրիմացությամբ են այդ ամեն ինչը արել։ Ինքը որ ասում էր, ես 0 կետից եմ սկսում, շատերի մոտ տպավորություն, այո, որ չի հասկանում ինչ է ասում, չէ ինքը հասկանալով է ասել Ռոբերտ ջան, որովհետև երբ որ Սերժ Սարգսյանը թողել էր Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, մի քիչ մանրամասնեմ, այսինքն ամբողջ սահմանի երկայնքով հետաքննության մեխանիզմներ, կոպիտ ասած 24 ժամյա ռեժիմով on-line հսկողություն, ով խախտեց հրադադարը, ով ձեռնարկեց ագրեսիան։ Մենք շատ լավ հասկանում ենք, չէ՞, որ դրանք բացառապես ադրբեջանական կողմի իրականացրածն էին լինելու եւ դրանք միջազգային հանրության կողմից այն միջազգային հանրությանը, որի համար Հայաստանի ղեկավարը այնքան հասկանալի էր խոսել, գործել, այնքան հաստատակամ էր խոսել եւ գործել, որ Ալիևը ստիպված ասում էր փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Այդ միջազգային հանրությանը մենք 24 ժամյա ռեժիմով on-line տրամադրելու էինք ապացույցներ ադրբեջանական դիվերսիաների, ադրբեջանական ագրեսիաների, Ադրբեջանի կողմից իրականացված խախտումների մասով։ Դրանից ինչի է հրաժարվում Նիկոլը։ Մի բանի համար, որտեվ ինքը այստեղ բերվել է Հայաստանի թշնամիների կողմից։ Ձեր ասածին, եթե մարդը ունի դիվանագիտական կամ բանակցային ընդհանրապես բաց թողումների իմաստով եւ տգիտության հասնող ինչ որ սխալներ, բայց այդ մարդը մեկ անգամ սխալվելուց, երկու անգամ սխալվելուց հետո չի հավաքում բոլորին, ասում կներեք էլի ժողովուրդ։ Եկեք հասկանանք, լավ որտեղ սխալվեց, եկեք մի հատ իրար հետ նստենք, հասկանանք ինչ եղավ։ Գոնե 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ որ այդ ողբերգությունը ինքը նվիրել է մեր հասարակության այդ ողբերգությունը, բայց չպետք է այդտեղ կանգ առնի, ասի ժողովուրդ, ես իրոք վատ իշխանություն էի։
Ես ամեն շատ լավ էի ուզում որ լինի, բայց չստացվեց։ Իսկ ինքը ինչ անում դրա փոխարեն։ Ինքը կալանավորում է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո սկիզբ առած հայրենիքի փրկության շարժմանը մասնակցող կուսակցությունների բոլոր ղեկավար կազմերին։ Այդ շարժման ընթացքում առաջնորդություն ստանձնած կամ որևէ կերպ կազմակերպչական այո, կազմակերպչական գործունեություն իրականացնող անձանց բոլորին հավաքում է, հիշում եք այդ կեղծ մեղադրանքը, սպանության փորձ էին պլանավորում Նիկոլի դեմ։ Այդ գործը իրանք են կարճել մի քանի ամիս հետո։ Իրանց համար միևնույն է, էլի, այդտեղ ոչ իրավական հետևանքի հարց։ Այդ պահին պետք է հավաքել բոլորին, ինչ որ ծանր հոդվածով կներեք բառիս համար, լցնել բերթերը։ Հավաքեց եւ լցեց բերթերը։ Դրանից հետո պետք է դիմադրության շարժումը կասեցնել։ Նույն բանը արեց այդ ժամանակ։ Այսինքն իր մոտ սա հանցավոր դիտավորություն է, ընդ որում ուղակի դիտավորություն է։ Խոսացինք 44 օրյա պատերազմից, մի բան էլ նշեմ ու անցնենք նորից ընտրական գործընթացներին։ 44 օրյա պատերազմի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան եւ մեր հարևան Պարսկաստանը, Իրանը տարածեցին հայտարարություն պաշտոնապես ԱԳՆ-ի մակարդակով, որ Թուրքիան տերորիստներ է ուղարկում Ղարաբաղ։ Նայեք, տերորիստները ինչա, դա համաշխարհային պատկերացում կա տերորիստների մասին ու համաշխարհային պայքար կա տերորիզմի նկատմամբ։ Ինչ արեց Հայաստանը։ Որևէ կերպ մեր արտաքին գործերի նախարարը որևէ կերպ դրան պատասխանեց, Հայաստանը պաշտոնապես որևէ կերպ դրան արձագանքեց, կար, չէ, այդ թեման զարգացնել, դա նվեր էր Հայաստանի համար։ Նվեր էր Հայաստանի համար։ Ավելին, միջազգային մամուլը դուք կհիշեք, BBC-ն էր, կարծեմ թե CNN-ը, նույնիսկ նկարահանումներ էին իրականացրել եւ միջազգային մամուլում պտտվում էր թուրքական դրոշով, համազգեստով զինվորականներ, ովքեր ադրբեջանական բանակի կազմում կռվում էին Արցախի ժողովրդի անպաշտպան ժողովրդի դեմ։ Այստեղ BBC-ն չէ, հարցը պաշտոնապես 3 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ եւ մեր հարևան Իրանը, որը էլի լուրջ ազդեցություն էր տարածաշրջանի քաղաքականության վրա, տարածեցին պաշտոնապես արտաքին գործերի նախարարությունը մակարդակով հայտարարություն, որ Թուրքիան տերորիստներ է ուղարկում Ղարաբաղ կռվելու։ Տերորիզմը դա երևույթ է, որի դեմ համաշխարհային մասշտաբի պայքար է մղվում։ Հայաստանը այդ process-ը ոնց պետք է չէ զարգացնել, դա նվեր էր Հայաստանի համար։ Ինչ արեց Հայաստանի իշխանությունը։ Միջազգային դերակատարների կողմից, ընդ որում իրենց որոշ երկրների դեպքում դրանք ոչ միայն ԱԳՆ-ներն են, այլ նաև իրենց հատուկ ծառայությունները հայտարարում էին վարձկանների, Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման մասին։ Դա այդ թեման եթե զարգացվեր, բայց ինչի՞ զարգացվեր։ Ես վստահ եմ, որ զարգացվեր այն դեպքում, որ Հայաստանում լիներ հայկական իշխանություն, դա կզարգացվեր հայի կողմից, բայց թուրքը Երևանում ինչ պիտի անի, պիտի պարտակի թուրքական հանցագործությունները, պիտի պարտակի մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք իրականացնում են թուրքերն ու ադրբեջանցիները, այ դրանով Նիկոլը բարենպաստ զբաղվում է մինչև օրս։ Ավելին, Նիկոլը նույնիսկ այդ ձեր ասած փաստերը պատերազմից հետո չի օգտագործել։ Լավ, ասենք պատերազմը դրա ժամանակը չէր, իհարկե դա էլ ընկալելի չի։ Բա պատերազմից հետո ինչ ես միջազգային դատական ատյաններից Հայաստանի հայցերը հետ քաշում։ Քիչա նորերը չես ներկայացնում այդ ձեր ասած փաստակազմի վերաբերյալ, թե ինչքան մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են իրենք տվել։ Մի հատ էլ հետ ես քաշում, քո միջազգային դատարաններում Հայաստանի ներկայացուցչությունը, որը գործում է քո աշխատակազմի կազմում, այդ ամբողջությամբ կոլապսի ես ենթարկում այդ կառույցը, որ որևէ մեկը չկանա պաշտպանություն իրականացնի։ Հիմա օրինակ տարիներ են անցել, 2026 թվականն է, 6 տարվա ընթացքում մի հատ միջազգային դատական ատյաններից որևէ մեկում Հայաստանի Հանրապետության գործունեության մասին որևէ բան լսել եք Ադրբեջանի դեմ։ Չէ։ Այդ ոնց է էլի, որ Ադրբեջանում բոլոր այն հայ ղեկավարները, ովքեր ինչ որ բան են արել Հայաստանի Հանրապետության ամրապնդման համար, Արցախի Հանրապետությանն են ծառայել, ադրբեջանցիները բոլորին միջազգային հետախուզում են հայտարարում։ Ուզում են պատժած լինեն, չէ։ Այդ ոնց է Հայաստանի Հանրապետության դատախազությունը մի հատ ադրբեջանցու նկատմամբ պրետենզիա չունի։ Կներեք, 2-3 հոգու Հայաստանի քաղաքացիներ իրենց ջանքերով դիվերսիա իրականացրածներին, իրենց ջանքերով բռնում են, հանձնում են իրավապահներին, թույլ տվեք Ռոբերտ ջան, ձեզ հիշեցնեմ ինչ եղավ։ Ժամերի ընթացքում քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ասեց պարզել ենք, որ այս մարդիկ մոլորվել են։ Այսինքն Նիկոլը դիվերսանտ ադրբեջանցու անունը դնում է մոլորվել են, հələ քիչա ինքն է անունը դնում, ստիպում է որ Հայաստանի քննչական կոմիտեն իբր նախաքննության ավարտ հայտարարի իրականացնի մի քանի ժամում։ Դուք տենց քրեական գործ գիտեք Հայաստանում, որ մի քանի ժամում ավարտվել է, պարզվել է բոլոր հանգամանքները։ Ես գիտեմ, որ մի քանի ժամում բացվում է արագ, փակվել է չգիտեմ։ Հենց այդ է։ Ու մարդկանց առոք փառոք ուղարկեցին հետ Ադրբեջան։ Այն ժամանակ, երբ որ մենք այնտեղ գերիներ ունենք,
Այն ժամանակ, երբ որ մենք անհետ կորածներ ունենք, բայց չգիտես ինչի, նույնիսկ իրենք փոխանակման մասին չէին մտածում։ Արագ-արագ Միաժամանակ է փոխանակման մասին նույնիսկ խոսք չկար, միանգամից Տավուշի դեպքերը հիշեցի, որ պետքա գյուղերը հանձնվեին։ Մենք այդ ժամանակ ունենք օկուպացված տարածքներ Սյունիքում։ Գյուղացին հարց է տալիք իրանցին, պարզ հարց, ասում է լավ, ենթադրենք իրանց հողն է, թող քո ասածը որնի, հա ճիշտ ես ասում։ Բա մեր հողերը Սյունիքում ինչ անելու։ Ասում է ես չեմ բանանում հերքում, որ մենք այնտեղ հողեր ունենք։ Եկեք մենք իրանցը տանք, մենք մեր ճիշտ սահմանին կանգնենք, հետո կտնենք այդ հողերը։ Այո, դուք շատ ճիշտ հիշեցրեցիք։ Նույնը Տարիներ առաջ էր ասում։ Ասում էր հետ են քաշվելու ջերմուկից, հետ են քաշվել։ Ջենքը բայց բառացի Ասում էր ասեց ես ձեզ բառացի ասում որ հետ չեն քաշվել, բայց մենք պիտի մերը տանք, որ հանկարծ իրանք չկան մեր դեմ ինչ որ պրետենզիաներ կայացնեն։ Ինքը նաև ասում էր, որ այս սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի արդյունքում իրանք հետ են գնալու։ Իրանք չեն էլ պատրաստվում հետ գնալ։ Սահմանազատում իհարկե։ Հիմա ամրաշինական աշխատանքներ են իրականացնում Սոտքում, Սյունիքում, ինչ է գնալու մասին է խոսքը։ Իրանք մենակ առաջ են գալու, որովհետեւ Նիկոլը իրանք ասել է մեզ բոլորիս վախեցնելով, ասել է որ ինքը 30%-ի համար կռիվ չի անելու։ Այն սարը որտեղ ձյուն է տարվա դրա դա մեզ պետք է։ Եվ հիմա գիտեք ինչ այդ տպավորությունը որ խաղաղություն է, ոչ մեկ չի կրակում, մի բան է ինքը մեզ բերել։ Ինքը հայերին բերել է Թուրքին եւ Ադրբեջանցուն Երևանի կենտրոն։ Հայերին այ դա է բերել Նիկոլը, որ հիմա իրանք ավելի շատ իրավունքներ ունեն ստեղ իրացնելու, քան ես եւ դուք։ Իրանք իրավունքները առավել պաշտպանված են ստեղ Նիկոլի օրոք, քան իմ եւ ձեր։ Իրանք որևէ խնդիր չունեն։ Դրա անունը կդնեին սահմանազատում, դրա անունը կդնեին սահմանագծում, ես իմ ինչ պայմանագրեր, ամբողջ էությունը մեկն է, թե ոնց է փաթեթավորելու Նիկոլը հերթական հայկական տարածքների մեր պետության, մեր հայրենիքի հանձնումը, ոնց է ինքը փաթեթավորելու եւ ձևակերպելու։ Այն ժամանակ, երբ որ Ալմատին պետք էր Հայաստանից ինչ-որ բան կորզելու համար Ալմատին կար։ Հետո պարզվեց Ալմատին էլ բավարար չէ, մի հատ պետքա թրիփ լինի։ Ինչի որտեվ Ալմատին չի նախատեսում Սյունիքը Թուրքին տալ, բայց ինքը դրա համար կգնա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կստորագրի մի հատ ինչ-որ եսի ինչ, որի պայմաններով որտեղ ինչա լինում։ Սյունիքը կիսվում է։ Ու դա ներկայացնի հաղթանակ։ Այո, մեզ կխափի այդ ֆիրմա անուններով, չէ՞, back office-ա լինելու, front office-ա լինելու, trip, դուք հասկանում եք, միջազգային տերմինալ, ինչի մասին է խոսքը, պետությունը ծախելու, ինչ ֆիրմային բառերով։ Այս դրա մասին է խոսքը։ Մի խոսքով դրանով մեղավոր ենք ես, դուք բոլորը, բայց ոչ ինքը։ Իհարկե։ Հիմա այս փաստերը շատ են, որ ասենք շարունակենք իր մեղքը ապացուցող փաստերը շատ են, չենք հասցնի, նորից եկեք վերադառնանք ընտրական գործընթացին, որտեղ այս բանը ավելի արդիական ու կարևոր է դա, այն իմաստով, որ նաև այս իշխանություններին օրինական ճանապարհով հեռացնելու հնարավորություն կա։ Ենթադրենք ընտրություններում Նիկոլը որոշում է գնալ կեղծիքների, կիրառում է վարչական ռեսուրս, իր մարզպետները, այդ գյուղապետերը, համայնքապետերը, այդ համայնքապետերի վաճառողները, չգիտեմ ովքեր սկսում են իր համար գործանել, այդ քանի տոկոս է կազմում, լավ, ես չեմ պատկերացնում, ենթադրենք 8-10% կարծав այդ վարչական ռեսուրսով բերի, ենթադրենք կարած խափի մի քանի տոկոս էլ թռցնի, բայց այս բանի սոցիոլոգիական հարցումներ տենում ենք, որ հայ ժողովուրդը բացարձակ մեծամասնությունը հայ ժողովրդի հոգնել է սրանցից։ Ես չեմ պատկերացնում, այդ ոնց պետք է այդ ընտրությունը կեղծվի, այդ ընտրություն կեղծելը մենք ոնց ենք հասկանում, միջև ընտրական process-ն է, չէ՞, դա տեղի ունեմ, հենց բուն քվեաթերթիկը գցելու ժամանակ ոչ մի ձև չի կեղծվում, այդ լույս անջատել բան, այդքան էֆեկտ չի տալիս։ Ենթադրենք ինքը գնաց այդ կեղծիքների։ Ես չեմ պատկերացնում այդ ինչքան պիտի կեղծի, որ ինքը կարողանա նորից համանդրական մեծամասնություն ձևավորի։ Դուք ասացիք ենթադրենք կսկսեն, ես ուզում եմ նախ ասել, որ իրենք արդեն սկսել են, այդ ձեր ասած բաժանաղներով, համայնքի ղեկավարներով, այդ իրանց իրավապահ մարմինները, այս երկրում որևէ մեկը, այս պահի որևէ պետաիշխանական գործառույթ չունի եւ չի իրականացնում։ Բոլորը հանձնարարականի տակ են, ինչա պետք անել Նիկոլի քարոզչության համար, ինչա պետք անել Նիկոլի ընտրությունները կազմակերպելու համար, որ հանկարծ իր աթոռը տեղից չշարժվի, ինքը շարունակի մնալ այդտեղ։ Սա հստակ է։ Ես դες վստահեցնում եմ, որ կառույցը ուզում եք մենք քննարկենք։ Այդ կառույցը չունի հիմա որևէ այլ գործառույթ եւ չի զբաղվում որևէ այլ գործառույթ բացառությամբ Նիկոլին ծառայելու։ Ինչքան էլ ցավոտ համար ասել ազգային անվտանգության ծառայություն։ Ոստիկանություն, քննչական կոմիտե, հակակոռուպցիոն, եկեք sense թվարկելով անցնենք նախարարություններ, բոլորը լծված են բացառապես մի հատվածի գործառույթը այնա որ պետք է թոզ
չեն իմ եւ ձեր աչքերին, որ տեսեք ինչքան հրաշալի ամեն ինչ, ինչքան սիրուն է, ինչքան կանաչ է, ինչքան խաղաղ է, չգիտեմ, երկինքը ինչքան կապույտ է։ Մյուս հատվածը, այդ շղարշի ներքո պիտի արդեն իր ռեպրեսիվ ապարատով ճնշի իմ եւ ձեր ազատ խոսքը, որտեվ այդ ազատ խոսքը, այո, ձեր ասածին բերելու է քվեատուփերում կոնկրետ տեսակարար կշռի փոփոխության։ Իրանք այդ տեսակարար կշիռը պիտի թույլ չտան։ Դուք ասցիք 2, 3, 4, 15 ինչքան տոկոս պիտի բերի։ Ես դες կներեք էլի որ պիտի ասեմ ինչքան իրան անհրաժեշտ լինի։ Ես ձեր հետ համաձայն եմ այդ սոցիոլոգիայի տեսանկյունից։ Այդ թվերը ոչ միայն ես եւ դուք գիտենք, այլ նաեւ ինքը գիտի, չէ։ Իրան զեկուցում են։ Ինքը շատ լավ գիտի, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր 4-րդ քաղաքացին ասում որ ինքը դավաճան է։ Դա ի՞նչ է նշանակում, որ ամեն 4-րդ քաղաքացին իրան չի ընտրելու։ Չգիտենք ում է ընտրելու, չգիտենք ընտրությունների մասնակցելու է թե չէ, ամեն ինչ պիտի անենք որ գնա, ամեն ինչ պիտի անենք որ ընտրի իրական ազգային ուժի եւ որևէ կերպ հանգարց չխափնվի այս նիկոլականության մեջ, մանիպուլյացիաների մեջ, բայց վստահենք որ Նիկոլ չի ընտրելու, չէ՞, որտեղ մարդը ասում է որ դու վատ կառավարիչ չես, դու դավաճան ես։ Եվ այդ սոցիոլոգիան արդեն տարիներ առաջվա սոցիոլոգիա է, այս տարվա չի։ Այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2020 թվականից հետո շատ լավ գիտի որ դավաճանություն է տեղի ունեցել։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել հարևան Վրաստանում արկա մի քանի դա դեռ բաց տեղեկատվություն է, ես չունեմ հատուկ տեղեկատվություն ցավոք սրտի, չէ՞ փակ տեղեկատվություն, որ ձեզ ներկայացնեմ, բայց ըստ բաց տեղեկատվության մի քանի քրեական գործ կա, այդ քրեական գործի էությունը կայանում է նրանում, որ Վրաստանով փորձել են Հայաստան ներմուծել կեղծ հայկական անձնագրեր։ Դուք գիտեք, խոսքը մի քանի 100,000 անձնագրի մասին է եղել ըստ այդ քրեական գործերի եւ մեծ հասած տեղեկատվության։ Դուք գիտեք դրանցից քանի 100,000-ն արդեն մուտք եղել։ Ես չգիտեմ։ Ես չգիտեմ։ Դուք գիտեք ում անուն ազգանուններով են դրանք։ Ես չգիտեմ։ Դուք գիտեք այդ անձնագրերով վերցնելու են գնան ընտրատեղամաս։ Ես չգիտեմ։ Եվ այն տեղեկատվությունը, այս տեղեկատվությունը եւ այս վարչական լծակ ասածը, իհարկե սա վարչական լծակ չի, հանցագործությունը, բայց իրանք սա դիտելու են որպես վարչական լծակ եւ այսա օգտագործելու են։ Քանի 100,000 անձնագիր են բերել եւ տպել եւ ցույց են տալու, թե մարդիկ գնացին ընտրությունների։ Մենք այս ամեն ինչի միջով անցել ենք 2021 թվականին։ Ես շատ եմ ցավում, ու մեր բաց թողումն է, մեր ձախողումն է, ես դրանից չեմ վախենում ասել, որ մենք 2021 թվականին սահմանադրական դատարան ներկայացրել ենք հիմնավոր էությամբ բազմապրոֆիլ խախտումներ, որոնք ուղղակի պիտի չեղարկման եւ անվավերության բերեն 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Բայց մենք չենք կարողացել հասնել դրան։ Գործեր բացվեց մենակ հանրապետականի նկատմամբ, ԲՀԿ-ի նկատմամբ, էլ Հայաստան Դաշնքի նկատմամբ։ Այդպես էլ լինելու է, որովհետև այդ ապարատը պատժիչ աշխատում է միայն դրա համար։ Դուք ՔՊ-ի շտաբերի մոտ երբեք չեք տեսնի անգամ ձևի համար մեկ ոստիկանի, որտեվ իրանք պիտի անեն ինչ ուզում են։ Կամ գաղտնալսեն ու հրապարակեն, ասենք ՔՊ-ի շտաբի խոսակցությունը։ Իհարկե, ինչի մասն է խոսքը, կամ մոնտաժ են, կամ արհեստական բանականությամբ փորձեն ինչ-որ մարդկանց բան անեն, տեսարաններ բեմադրեն, ասեն այ տեսնում ես սրանով է զբաղված ամբողջ օր ընդդիմադիր։ Իրենք ամեն ինչ անում են։ Այդ թանկ ու կրակ ծրագրերը, որ ձեռք էին բերում ազգային անվտանգության ծառայության համար մի քանի միլիոն դոլարով գաղտնալսելու եւ ընդդիմադիրներին էին գաղտնալսում, ինչի համար է։ Բա ու Նիկոլը զենք չի առնելու մի քանի միլիոն դոլարով, ինքը գաղտնալսող սարք է առնելու մի քանի միլիոն դոլարով, ծրագիր է առնելու մի քանի միլիոն դոլարով, որտեվ իր նպատակը հո Հայաստանի անվտանգությունը չի, իր նպատակը իր աթոռի անվտանգությունն է, եւ այդ գործառույթ ինքը հիանալի իրականացնում է։ Հետևաբար դուք որ ասում եք, չգիտեմ 3%-ա թե 10% այդ վարչական ռեսուրսը, նայած թե իրենք ինչ տականքության են պատրաստ։ Թույլ տվեք ես ասեմ, որ անհատակ է իրանց տականքությունը։ Իրանք կարմիր գիծ չունեն, իրանք դպրոցական կալանավորող իշխանություն են։ Դպրոցական կալանավորող իշխանազավթներ են։ Սրբազան կալանավորող։ Սրբազան կալանավորող։ Այո, վեհափառին Հայաստանի Հանրապետությունը լքել արգելող սրբապիղծներ են։ Մարդիկ են, ովքեր Սուրբ Էջմիածնի վրա ուղարկել էին հատուկ ջոկատայիններ, որպիսի այդ կոմպրոմատի գերիներ հանդիսացող մի քանիսը կարողանան ջարդել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, այսինքն Սուրբ Տաճարի դուռը։ Սրանք այդ մարդիկ են։ Մենք խոսում ենք 5% կկեղծեն, թե 20%, то 50% կկեղծեն։ Մենք պետք է հասկանանք, թե սրանց դեմ պայքարի մեխանիզմը որն է։ Ես ձեզ շատ անկեղծ եմ ուզում ասել, այո, օրինական ճանապարհով սրանց հաղթելու հնարավորություններ է պետք փնտրել եւ այդ հնարավորությունները կան։ Բայց եկեք ինքներս մեզ չխաբենք, որ ինքը մի օր ասելու է Ժորժ ջան, ես կեղծիք չեմ անում, ես ձեր վրա զենք ու զորք չեմ կիրառում, ես վեր կացա գրացի, որտեղ դուք ինձ չեք ուզում։ Ինքը նռնակներ է գցել
խաղաղ ցույց անող Հայաստանի 24 քաղաքացիների թվականի վրա։ հունիսի Այո, 12-ում։ ընդ որում դրա մասին հրապարակային հանձնարարական տալով ազգային ժողովի ամբիոնից։ Հիշում եք, չէ՞։ Հիստերիայի մեջ ընկավ, ասեց, ոնց կարան ազգային ժողովի դռների մոտ գան, հենց դա ասեց, միանգամից նռնակները հետևեցին։ Ինքը կանանց Facebook-յան գրառումների համար կալանավորող, այսինքն կին քաղաքական բանտարկյալներ պահող իշխանազավթ է։ Մենք պիտի հասկանանք, թե ում հետ գործ ունենք, որտեվ եթե մենք մեր սկզբունքներով, մեր չափորոշիչներով ընդունված քաղաքական պայքարի տրամաբանության մեջ ենք մեր դիմացինին դիտարկում, ինքը ցավալիորեն, բայց իր անօրենություններով միշտ կարողանալու է մի քանի քայլ առաջ լինել։ Մենք պետք է հակազդեցության մեխանիզմ մշակենք։ Հետաքրքիր է, որ եվրոպացիք հենց ընտրվեց, մի անգամ այստեղում շնորհավորել են մի վարքյան չանցած, հիմա էլ ինչ որ խումբ են ուղարկել, որ կան Նիկոլին պաշտպանեն։ Ինչի, որովհետև Նիկոլի ֆեյքերը մի հատ էլ եվրոպացիք են գալի։ Ֆեյքերն էլ չի բավարարում Նիկոլ, ասում են հեսա այս հիբրիդային խումբ կուղարկենք, իրանք կնստեն ձեր ֆեյքերը կաշխատացնեն, էլի։ Եվ եվրոպացիներին Չախանը բայց լավ իր գործառույթներն իրականացնում։ Դե փաստորեն գող չի էլի Նիկոլը, որովհետև չէր գա Եվրոպայից ձեր ասած խումբը։ Ու գիտեք, անդադար ինչ որ միջամտություններից են խոսում, չգիտես, իրանց ձախողումները փորձում են անդադար ընդդիմության վրա, ինչ որ մեր հասարակության վրա փաթաթել, բայց իրանք ինչ են անում։ Թուրքիայից Նիկոլը իր պատժերժկան ստացել է Ֆիդանի դեմքով, Ադրբեջանից այդ պատժերժկան միշտ կա, որովհետև 2018 թվականի իրադարձությունների մասին եկեք հիշենք Ալիևը ինչ ասել է ինչ տեղի ունեցավ 2018 թվականին Հայաստանում, նաև իրենց ջանքերի եւ ռեսուրսների շնորհիվ, ինչ ուզում ասում ենք Նիկոլի թիկունքին կանգնած ենք։ Հայաստանի գլխավոր շտաբը, երբ որ հայտարարություն էր անում, Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին էր այդ հայտարարությունը։ Հայաստանում պարտված պատերազմից հետո հայկական հասարակության X կամ Y խմբի արձագանք էր դա։ Ինչ լսեցինք մենք Թուրքիայից, ասցին, եթե Նիկոլի խաթրին կպնեք, մենք մեզ իրավունք ենք վերապահում խառնվենք։ Խոսեց Հայաստանի ԱԳՆ-ն, Նիկոլը ասեց, դուք ինչ իրավունք ունեք Հայաստանի գենշտաբի հայտարարության վերաբերյալ կարծիք կազմել։ Զախարովան մի բան ասի, Ես ես վստահ եմ, եթե Ռուսաստանը եւ Զախարովան այնպես ինչպես տարիներ շարունակ Նիկոլի հետ կարողացել են աշխատել, հիմա էլ այդ աշխատելու հրավերը Նիկոլին ուղարկեն, ինքը միանգամից կդառնա Ռուսաստանի պաշտպանը։ Տպավորություն ստեղծել, թե ինքը գիտեք ինչ այլ արժեքների տեր մարդը դրա համար ռուսների հետ լեզուկ չի գտնում, տենց բան չկա, է։ Ինքը ժամանակ առ ժամանակ իր տերերի փոփոխություն իրականացնում ընդամենը։ Այն ժամանակ մարդը որ ասում էր ես ԵԱՏՄ-ից դուրս չեմ գալու, այդ ինչ համոզմունք էր, չէ, աթոռը պահելու ձև էր։ Այն ժամանակ որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ էր ստորագրում, ոչ թե Տրամպի հետ էր ստորագրում, ինչի համար էր։ Իշխանությունը պահելու ձև էր։ Հետո տեսավ, որ իշխանությունը պահելու վեկտորը փոխվում է, ուրիշ տեղից ուրիշ մարդա պետք գտնել, դարձավ, չգիտեմ, Կայա Կալասը, դարձավ Տրամպի ստորագրությունը, դարձավ ինչ որ անհասկանալի համեմատությունները Մոլդովայի հետ։ Մենք մոլդովական սցենարի եւ մոլդովական հանրապետության հետ որևէ ընդհանուր կապ չունենք, ոչ քաղաքական իմաստով, ոչ իրականացվող քաղաքացիական դիրքորոշումների տեսանկյունից, այդ ինչ ես դու մեզ դրանց հետ համեմատում։ Ինչն է քո նպատակը։ Նպատակը հետևյալն է՝ ցանկացած համեմատություն սարքել հավանական, որը պիտի, չգիտես ինչի, իրան օգնի Հայաստանում իշխանությունը զավթել, հայ հասարակությունը կարողանա խաբվել այդ թմբիրից հանկարծ դուրս չգա։ Բա մի քանի միլիոն եվրո ինչի են ուղարկում ընտրությունների համար։ Այսինքն ուղիղ հանձնարարությամբ ուղարկում են որպես աջակցություն Հայաստանին առաջիկա ընտրությունների համար։ Ում են ուղարկում, իշխանությանն են ուղարկում։ Չեղա որ իշխանությունը իրան սրտի թեկնածուն է։ Ինչի է իրան սրտի թեկնածուն։ Բոլորին ձեռա տալիս, ես վստահ եմ, բոլորին։ Այո, պատրաստ է ծախել այնքան, ինչքան որ անհրաժեշտ է իր աթոռի համար։ Պատրաստ է հայկական շահը ուրանալ այնքան, ինչքան որ իր աթոռի համար դա անհրաժեշտ է։ Հայաստանը Եվրոպական միության հետ ունի համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ՍԵՊԱ-ն, որը հայկական օրակարգի մասին է, եվրոպական արժեքների մասին է։ Ինչի բան Նիկոլը դրանից չի խոսում, եթե ինքը եվրոպական եւ հայկական սերտացման, հարաբերությունների սերտացման եւ առավել բազմապրոֆիլ համագործակցության կողմնակից է։ Ինչի դրանից ինքը չի խոսում, ինչի դրա վավերացման, իրականացման մասին չի խոսում։ Իրան այդ պետք չի։ Իրան Հայաստանը ներողություն, Իրան Հայաստանը որպես հավասարը հավասարին ինքնիշխան միջազգային իրավունքի սուբյեկտ պետք չի։ Իրան սրա համար չեն ստեղ բերել։ Ամփոփելով արդեն մեր զրույցը, հանրապետական ասաց, որ չի մասնակցելու ընտրություններին, բայց չասեց, որ չի մասնակցելու հետընտրական գործընթացներին։ Այնքան ինչին են գալիս, որ ենթադրենք
Աստված չանի իհարկե, բայց եթե Նիկոլը կարողացավ ընտրությունները կեղծել իր այդ ասացինք մարզպետներով, բաժանաղներով, եսի ինչերով, ասենք մի իրավիճակի, որ Նիկոլը նորից ընտրվեց։ Ինչ հետընտրական գործընթացները դրան կհետևի ու արդյոք ընդդիմադիր դաշտը կարա միասնական ճակատ ստեղծի հետընտրական գործընթացների ժամանակ։ Ընդդիմադիր դաշտը պարտավոր է ստեղծել միասնական ճակատ, եթե մենք խոսում ենք ընդդիմադիրների մասին, ոչ թե այն տրամաբանության մեջ, որ իրենք իրենց քաղաքական կարգավիճակն են այդպիսին համարում, այլ իրենց ընդդիմադիր են համարում իշխանազավթին, այսինքն ընդդիմանում են հակահայկական օրակարգին, ընդդիմանում են Նիկոլի Հայաստանը ծախելու օրակարգին։ Մենք այս մարդկանց մասին եկեք խոսենք, որովհետև ընդդիմության շրջանակներում ցավոք սրտի մարդիկ կան, ովքեր ասում են ինձ ընդդիմադիր մանդատը բավարար է։ Ես պետք է վարչապետ լինեմ կամ կարա Նիկոլը մնա, ինձ մնացած ընդդիմադիրները հետաքրքիր չեն։ Մենք պետք է այս սրանցից ուղղակի տարանջատվենք, հասկանանք, թե ինչի մասին ենք խոսում։ Ինձ համար ընդդիմադիր մարդիկ հայկական ինքնությունը գնահատող մարդիկ են եւ մարդիկ են, ովքեր հասկանում են, որ ամեն ինչ պետք է անել Նիկոլից ազատվելու համար։ Այո, դա իմ մանդատի մասին չի եւ հետագայում ձեր մանդատի մասին չի։ Եթե մեր այդ խոսակցությունը այնա թե մեզնից ով մանդատ ունի, վայ ավելի լավ կլինի երկուսս էլ մանդատ ունենանք։ Ստեղ մենք ամբողջությամբ պարտվելու ենք Նիկոլին։ Հանրապետականը ոչ միայն հետընտրական, միասնական եւ ձեր ասած շատ ճշգրիտ բառով անշահախնդիր պայքարի կողմնակիցն է, այլ նաեւ մենք պատրաստակամություն ենք հայտնել ու նաեւ ամեն ինչ անելու ենք մեր գործողություններով, ես վստահ եմ դուք կհամոզվեք, նաեւ մինչեւ ընտրությունները սրանց հնարավորինս թույլատնելու, իրանց այդ բանդիտական համակարգը հնարավորինս բացահայտելու համար, որպեսզի ինքը կիրառելիությունը շատ ավելի քիչ լինի եւ էֆեկտը կիրառելիության ավելի քիչ լինի։ Հանրապետականը արդեն հայտարարել է, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր քաղաքացիները շատ ավելի հստակ ընկալեն, որ իրենց ընտրությունների գնալով է Նիկոլը գնալու եւ դրա մասին մեր համագումարները հայտարարվել։ Մենք ամեն ինչ անելու ենք հունիսի 7-ին ունենալով նաեւ որպես պարլամենտական ուժ որոշակի լծակներ ընտրական հանձնաժողովների աշխատանքի նկատմամբ վերահսկողության այդտեղ ենք ամեն ինչ անելու, բայց ես նորից եմ ասում ինքնախապեյությամբ եկեք չզբաղվենք, որտեվ տպած անձնագրերից մինչև բոլոր հեղինակազրկված իրավապահ կառույցներ լծվելու են այդ գործին եւ մեր քաղաքացիական կամ քաղաքական վերահսկողությունը չի բավարարելու, դրա համար մենք հայտարարել ենք նաեւ, որ պատրաստ ենք հունիսի 7-ից հետո պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեն, պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ Նիկոլը հստակ հայտարարել է հունիսի 7-ից հետո կազմաքանդումն է սկսվելու երրորդ հանրապետության։ Հայկական սահմանադրությունը հենց փոխվեց, հենց վերացվեց, հայկական պետություն Հայաստանի աշխարհի երեսին այլևս չի մնա, որովհետև իդեմս Հայաստանի մենք վերջի հայկական պետությունն ենք։ Ցավոք սրտի ինքը Արցախը կործանել է արդեն։ Մի հարց էլ էլի արագ տամ, նայեք, հունիսի 7-ից հետո, երբ որ ընտրվում են ուժեր, ձևավորվում է խորհրդարան, մի տարի ժամանակվա ընթացքում impeachment չենք կարա չանենք։ Մի տարի սահմանափակում Նախ սկսենք, որ հունիսի 7-ի ընտրությունների իրավական հիմքը սկսվելու է օգոստոսի 2-ից։ Օգոստոսի 2-ից։ Որովհետև օգոստոսի 2-ը լինելու է ավարտը 8-րդ գումարման ազգային ժողովի։ Մենք պիտի հասկանանք, որ այդտեղ էլ ժամանակամիջոց կա։ Ընդ որում եւ իշխանազավթ Նիկոլի համար է դա ժամանակամիջոց, եթե մենք չենք գործելու, ինքը շարունակել է իր դիազորություններով, այո, ամեն ինչ անել, ճնշել, հնարավոր իր քանդած հավաքած սահմանադրական դատարանը, դատավորներով հիշում եք, չէ՞, ոնց արագ-արագ սահմանադրություն փոխեցին անցումային դրույթներով, ինչա իրանց ուզած մարդիկ հայտնվեն այդտեղ։ Մի խոսքով այդ բոլոր լծակները կիրառել է։ Եվ դուք շատ ճիշտ նշեցիք նաեւ մեզ համար այդ հնարավորություն, որ մենք կարողանանք Հայաստանի Հանրապետությունը վերականգնենք վերջի վերջո սահմանադրական կարգը։ Այս ժամանակահատվածը շատ կարևոր է, ինչ վերաբերվում է կառավարության կազմավորումից հետո, գիտեք, եթե Նիկոլին հաջողվելու է հունիսի 7-ից օգոստոսի 2-ը ընկած ժամանակահատվածում ձևավորել արդեն այդ կառավարությունը, այսինքն շարունակել իր իշխանազավթումը։ Ուզում եմ 6 ամիս ժամանակ տա մեզ սահմանադրությունը, ուզում եմ մի տարի ժամանակ տա, արգելանք տա, աշխատելու հնարավորություն տա, մեզ համար էական չի, որովհետև Նիկոլը շատ հստակ արդեն հանձնարարականները ստացել է, մեզ էլ արդեն գիտի, որ սուտը չի աշխատում։ Բացահայտ ասում է, ես փոխելու եմ սահմանադրությունը, ընդ որում իր կեղծիքի ախորժակը դուք պատկերացրեք, դուք ասիք սոցիոլոգիական հարցումներով ինքը առաջատար չի, ինքը քիչ է ասում է ես առաջատար եմ լինելու, հենց նենց եմ անելու, որ ազգային ժողովում ունենամ սահմանադրական մեծամասնություն։ Այսինքն ոչ թե մեծամասնություն, այլ սահմանադրական մեծամասնություն, ինչը հնարավորություն է տալու միանձնյա անել եւ էական չի այնտեղ արդեն ընդդիմադիր մանդատներ ունեցող մարդիկ լինելու են, թե չէ։ Հետևաբար ես ուզում եմ այդ մի տարի հնարավորություն ենք իրան իմպիչմենտ անելու, թե չէ, դա էական
բան չի, որովհետև կառավարության կազմավորմանը պետք է մենք չթողենք հասնի։ Նիկոլը չպետք է կարողանա նորից ինչ-որ մարտիկ նշանակել։ Իսկ մենք այս պահի դրության անվստահություն հայտնելու հնարավորություն մինչև վերջի վայրկյան ունենք։ Եկեք այդ ժամանակահատվածի վրա կենտրոնանանք, որովհետև շատ-շատերին փորձում են հիմա կեղծիքով խաբել, թե ել վերջ ընտրությունները, այլևս անվստահության գործընթացի հնարավորություն չկա, դա սուտ է, որովհետև անվստահության գործընթացը այս ժամանակամիջոցում որևէ ժամանակահատվածով սահմանափակված չի։ Շատ լավ Տիկին Մկրտչյան, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Հուսանք ամեն ինչ լավ կլինի ու մենք վերջապես կազատվենք այս օթերկահապատակ իշխանություններից, ինչպես դուք եք սիրում ասել, իշխանազավթներից։ Դա Մերսի աստված։ շատ։ Ես եմ շնորհակալ։